Սրտանց ասենք Փարթիրոջս։ Կարծում եմ մեր բոլորի հոգևոր շինության համար Հովհաննես ավետարան 15 գլուխ 5-րդ խոսք։ Ես որդն եմ, դու ճյուղերն եք, ան որից վրա հաստատված է, ու ես անոր վրա, անիկա շատ պտուղ կբերե, վանզի առանց ինձի բան մը չեք կրնայնել։ Եղբայրները շատ հրաշալի խոսեցին, ուղղակի այդ քարոզի ժամանակ Սուրբ Հոգին ես միտքը տվեց, որպեսզի խոսեմ։ Այս շենքը, որ սկսավ կառուցվել, սիրելներ, եղբայրն առան էս հողը, հետո սկսեցին ցցեր տնկել, չափար քաշել։ Առաջի տարին ոչ մի բան չէր երևում, հիմքեր ընդամենը, երկրորդ տարին մի քիչ ավելացավ, 4-րդ, 5 եւ գեղեցիկ բան եղավ։ Սա մի օրվա մեջ չեղավ։ Հիսուս իր աշակերտների որ կանչեց, նրանք սրտանց թողեցին ամեն բան գնացին իր հետևից։ Ամեն բան թողեցին։ Դա չի նշանակում արդեն կառուցվան, արդեն հաստատվան։ Պետրոս առաքյալ անգամ Սուրբ Հոգին հայտնեց, որ դու ես Քրիստոս կենթանի Աստծո որդին։ Ջրուրակ հայլեց, 3 տարի քարոզներ լսեցին։ Շատ բժշկություններ տեսան, անգամ արեցին, բայց հետաքրքիր է, հարությունից հետո Հիսուս ինչ ասում իր աշակերտներին։ Զարմանալի մի բան ասում, որ մենք կարդում ենք եւ զարմանում ենք։ Վերջը 11-ին երևցավ, երբ սեղան նստած էին, երեսներին զարկավ իրենց անհավատությունը, սրտերի կարծությունը, վանզի որոնց որ ինքը երևցավ մերեն հարություն առած, իրենք չհավատացին։ 3 տարի աշխատանք տարավ, որպեսզի կառուցվեն այդ աշակերտները։ Այսօր մի զարմանա, որ դու եկել ես նոր հավատքի, հենց հաջորդ օրը պիտի լուրջ հավատացյալ դառնաս։ Դա ճանապարհ պիտի անցնես, նեղ դուր պիտի անցնես, նեղ ճանապարհ պիտի գնաս, որ կյանքի հանդիպես։ Սիրելիներ, ինձ զարմացրել է մի փաստ։ Հիսուսի աշակերտները այդքան հրաշք տեսան, նույնիսկ Սուրբ գրքում գրված է, Հովհաննես ավետարանի վերջին գլխում, ասում է այնպիսի բաներ արել Հիսուս, որ այս գրքի մեջ գրված չի։ Այսինքն այնպիսի բաներ են տեսել, որ մենք չենք էլ կարդում։ 3 տարի նույնիսկ Պետրոս ասեց, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, բայց վերջնական իտոգում տեսնում ենք, որ հանդիմանես նրանց անհավատության եւ կարծության համար։ Այն 40 օրը, որ աշխատանք տարավ Հիսուս, այդ 40 օրը ամենակարևոր ժամանակներից մեկն էր։ Այսինքն, այդ առաքյալների հիմքը կարող է միտեղ խալխուլ էր, այդ հիմքը մտքերը բացեց, որ հաստատվեն։ Գրքերը հասկանան։ Կենթանի ինքը խաչված էր, բայց հաճախակի հանդիպում էր։ Բայց նրանց մտքերը չէր բացվում։ Եվ այնպես բացեց, այնպիսի հանդիպումներ ունեցավ, որ կարողանար նրանց միտեղ հավաքել։ Պետրոսը հիասթափվել էր իր ուրացման պատճառով, հեռացել էր, նա անգամ չէր հասկանում ինչ աներ։ Ասում էր տղեկ, ես հետ մեն ծուկ բռնելու։ Բայց Հիսուս ասեց, գնաց նորից հանդիպավ, այն նույն հրաշքներ արեց, և ասեց Պետրոսին ասեք, որ գա Գալիլեա։ Այդ աշխատանքները տարավ, ինչպես եղբայրները ստեղ, ինչ տանջանք աշխատանքներ են տարել, գիշերներ չեն քրել, քույրիկները ինչքան հոգատարություն են, ինչքան հաց են սարքել, ինչքան տանջվել են։ Այս օրերն էլ տանջվան։
Էդի հեշտ չի լինում։ Եղբայրները իրանց կյանքի գնով են էսի սարքել։ Կյանք են դրել ստեղ։ Հիսուսն էլ կյանք դրեց, որ երկնային եկեղեցին սարքի։ Դա հեշտ չի սարքել։ Ինձ զարմացնել է մի փաստ։ Շատ զարմանալի մի բան եմ կարդում Աստծո գրքի մեջ։ Շատ զարմանալի մի բան եմ կարդում։ Ավազակի մասին գիտեք։ Ավազակը ինչ ասեց։ Տեր Հիսուս, հիշիր զիս, երբ քո թագավորությունով գաս։ Զարմանալի մի բան։ Այս մարդը, ով էր այս մարդը։ Մի ավազակ, մարդասպան, դայիչ մարդ էր, անգամ խաչելության ժամանակ Հիսուսին հայում էր։ Կարդամ կարի։ Մատթեոս ավետարան 27:44։ Իրեն այդ խաչված ավազակները նույնպես կնախատեին զանիկա, այսինքն երկսով էլ նախատում էին։ Ինչ զարմանալի է, այս մարդը այրան մեջ շաղախված, ինքը մեռնում էր, Հիսուս այրան մեջ շաղախված մեռնում է։ Այդ ոնց եղավ, այս մարդը ասեց, հիշիր ինձ, նա ոչ թե հարության հավատաց, նա հավատաց, որ կյանքի թագավորը, հոգիների թագավորը Քրիստոսն է։ Այդ այրան մարմնի մեջ շաղախվածը ոնց իմացավ թագավորը։ Բայց Հիսուսի աշակերտները 3 տարի քայլեցին, չիմացան։ Այս ուզում եմ աղոթեք, որ բացվի շատերին։ Այս սա կարևոր է, որ հաստատվես Քրիստոսի վրա, հաստատվես իրա ինքը քո վրա։ Մենք եթե իրա վրա հաստատված չլենք, մենք կյանքում պտուղ չենք բերի։ Տեսեք, պտուղը ոնց է գալի։ Մենք չենք կարա մեր ուժով պտուղ տալ։ Մենք պետք է հաստատվենք իրա վրա, եւ տեսեք ոնց ենք սուրբ լնելու։ Մեր սուրբ լնելը ոնց է գալիս սիրելներ։ Մեր սուրբ լնելը հենց այնպես չի գալիս։ Նայեք ինչ է գրած, շատ հետաքրքիր բան է գրած։ Արդ եթե երեխային սուրբ է, նավ է զանգվածը, եթե արմատը սուրբ է, ուրեմն ճյուղերն ալ։ Հռոմեացիս 11:16-ը։ Այսինքն ինձ ու քեզ պետք է հաստատվել Քրիստոսի վրա։ Եթե հաստատվանք, եթե արմատը սուրբ է, ես ու դու էլ սուրբ կլինենք։ Ես ու դու էլ պտուղ կտանք։ Մեզ պետք է հաստատվել իր վրա։ Հիմի այս ավազակը ինձ հետաքրքիր է։ Ոնց եղավ, որ նա հավատաց, որ թագավորան է։ Այրան է, պատկերացեք, մեկ այրան է շաղված, ես էլ եմ այրան է շաղված, պատկերացեք, ոնց ելավ, ես իմացա, Հիսուսի աշակերտները հարություն առած տեսան, չհավատացին։ Այս գաղտնիքը շատերը չեն էլ հասկանում։ Ամբողջ հավատքի նպատակը այս մարդը տեսավ մի բան, որ աչք չէր տեսել, աչք տեսել էր, որ նրա մեջ կենաց բանք է այդ մարդ Քրիստոսի մեջ, տեսել էր, որ թագավոր կա, եթե աչք տեսել, ուղղական լսոտ, Հիսուսի աշակերտները 3 տարի լսեցին, թող հասկանային, թող միտք առնեին, ոչ մի բան չհասկացան։ Հիսուսն էլ հանդիպավ, ասեց, հանդիմանես նրանց անհավատության, սրտերի կարծության համար։ Եթե մենք նայենք Սուրբ գրքին, եթե աշակերտները Հիսուս էլ չհանդիպեր, նրանց մտքերը չբացվեր, նրանք հոգևոր մարդ չէին եւ երկին չէին գնա։ Տենց է կմնային։ Գնալ են ցույց բռնելու, վերջացավ։ Եթե Հիսուս չհանդիպեր, չխոսար, բացեր, չէին հասկանա։ Հիմա տեսեք եղբայրներ, ինձ հետաքրքիր է, այ էսի բացվի մեզ։ Ոնց իմացավ, որ նա հավիտենական կյանքի թագավորը Քրիստոսն է։ Կյանքի առաջնորդն է, նա կյանքն է նա։
Ոնց տեսավ այս մարդը։ Բայց միքչև արա խաչի վրա 7 ժամավեջ նրան հասկանալի եղավ։ Իմ փափագը, այս աղոթքը, որ պիտի անենք, իմ ես վերջացնում եմ, չեմ ուզում երկար խոսեմ։ Սա կարևոր հարց է։ Էսի աղոթեք, որ բացվի։ Ես կասեմ, ինչ պիտի անեք, որպեսզի բացվի։ Էդ էլ կասեմ։ Հիսուս ասեց. Եթե մեկը կուզե իմ ետևես գալ, թող իր անձուրան ամեն օր եւ իր խաչը վերցնի ամեն օր իմ հետևից գալ։ Ով որ ուզում է իմ հետևից գալ, անձուրանա ամեն օր եւ խաչը վերցնի։ Այս մարդը, որ խաչի վրա հավատաց, նա շատ էր նայել մարդկանց եւ հանարգում էին, որ սաղ էլ հայում են Հիսուսին, ով այնտեղ կար հայող, բացի մի քանի հոգուց։ Խաչի մոտ 5 հոգի մարդ են կայնած եղել, 5 հոգի, Հովհաննեսը եւ մի քանի կանայք։ Այդքան մարդկանց բժշկեց, այդքան հրաշքներ արեց։ Ով էր եկել կայնեն դե որ 5 հոգի մարդ էին կայնած ընդամենը։ Այս մարդ ասեց, հələ մի հատ կանի, այսքան այս մարդկանց եմ, հələ մի հատ կանի նայեմ Հիսուսին ինչ անում Հիսուսը։ Նայեց Հիսուսին, լսեց խոսք, հայր ների սրանք չեն հասկանում ինչ են անում։ Միտքը փոխվավ, ասեց այ մարդ, իրան խաչում ենք, ինքը թողություն է տալիս մարդկանց, բարեխոսություն անում, որ ներվի, ասում է հայր ներիր, իսկ ինչ մարդ է, բայց դրանից չբացվավ, ասեց ինչ մարդ է, և իշում եք ինչ ասեց, մենք մեր արժանի պատիժն ենք առնում, նա ընդունեց իր խաչելությունը, իր խաչելություն ընդունեց իր խաչելությունը, դրա համար գրքում գրված է Պողոս առաքյալը գրում է, Քրիստոսի հետ խաչը ելա, և Քրիստոս հայտնվա որպես կյանք, նա իր խաչելություն ընդունեց, դրա համար բացվավ նրա աչքերը, նա տեսավ կյանքի թագավորին։ Երան ես ու դու ընդունենք մեր խաչելությունը։ Պողոս առաքյալն ինչ ասում, ամեն ատեն Քրիստոսի մահը կրում եմ, որ կյանքը հայտնվի։ Եղբայրը քարոզեց, եթե կյանքը չհայտնվավ Քրիստոսի, դու Քրիստոսի հետ չես նմանվի։ Ինչ բանա եկեղեցի, շատես մենք դիտենք, այսքան հավաքվել ենք, սաղ եկեղեցի ենք։ Եկեղեցի նա է, ով որ Քրիստոսի հետ նույն կյանքը ունի։ Եթե Քրիստոսի վրա հաստատված չես դու, Քրիստոս կյանք չկա քո մեջ, դու ոնց կարա եկեղեցի անդամ լինես։ Չես կարա։ Եկեղեցին Քրիստոսի վրա է հաստատված նրա հիմքը, եկեղեցու անկյունակարը Քրիստոսն է, եկեղեցու յուրաքանչյուր անդամ Քրիստոսի մարմնից ոսկորներից է, նրա մեջ պիտի հավատքի միջոցով կյանքը հոսի, որ եկեղեցի լինի։ Եկեղեցու Քրիստոսի մարմին ու անդամը ոսկորը սուրբ են։ Եթե ես Քրիստոսի մարմինն եմ, ոսկորն եմ, ես սուրբ պիտի լինեմ։ Ես պիտի հաստատված լինեմ նրա վրա, որ Քրիստոսի մեջ բնությամբ սուրբ ապրի եւ իր կյանքը իմ մեջ ձևավորվի։ Եղբայրներ քուրեր, իմ աղաչանքն է։ Պողոս առաքյալի եւ ասած խոսքի համաձայն ամեն ատեն Քրիստոսի մահը կրում ենք։ Ես ամեն ատեն ուզում եմ այդ մահը կրեմ։ Դրա համար այսպես եմ աղոթքանում։ Ասում եմ Տեր, ես հպարտ մարդ եմ։ Ոնց լի մի գրամ կարող ալնի, ես հնարավոր է չփառավորեցի քեզ, չգոհացա քեզանից, լավ շնորհակալություն չհայտնեցի, ես քեզ չփառավորեցի, իմ ամբարտավանություն առաջ տարա, իմ ամբարտավանությունը որ ցածրցնես, միայն դու կբարձրանաս այստեղ։ Եթե իմ հպարտությունը, իմ ամբարտավանությունը չցածրնա, Տերը որպես կյանք չի բարձրանա իմ մեջ։ Ես այդ աղոթքը ամեն օր անում եմ լացով, ամեն ժամանակ։ Եթե ուզում եմ հոբի նման կյանք ապրել,
Ուտի լացեմ ասեմ աչքերս բաց, որ իմ անձը առաբարեմ, հողու մոխիրվա զղջամ, միրակ ինձ առաբարեմ, ոչ մեկի չառաբարեմ, Տեր Հիսուս, իմ մեջ բաց է աչքերս, որ ինձ առամարեմ, հողի մոխիրը զղջամ, դրա համար գրքում գրված է, բարի պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, խի հավատքը առաջի տեղը չի գրած, պատերազմն առաջի տեղը գրած, մեկ շնչով, մեկ հոգով, Առաքյալը գրում է, մեկ շնչով, մեկ հոգով, պատերազմակից եղեք ավետարանի հավատքի համար, կարդամ Սուրբ Գիրքը եղբայրներ, մենք պետք է պատերազմենք ամեն օր, միայն թե Քրիստոս ավետարան ինչպես կվարի այնպես քարեցեցեք, կլսեմ, որ դուք հաստատուն կենաք մեկ հոգով, մեկ շնչով, պատերազմակից կլակ ավետարանի հավատքի համար, առաջ պատերազմ, նորից եմ կարդում Սուրբ Գրքից համար, Հովանի 5:44, դու ինչպես կարաս հավատաս, որ քո փառքն ես փնտրում, եթե դու չսկսեցիր քո փառքի դեմ պատերազմել, գիշեր ցերեկ դի պատերազմես քո փառքի դեմ, որպեսզի հավատքը աճի, հավատքը հաստատվի Քրիստոսի վրա, դու դի մերժես քեզ, ուրանաս քեզ ամեն օր, խաչը վերցնես, խաչվես Քրիստոսի հետ, որ Քրիստոս կյանքը հայտնվի եւ դու հաստատվես Քրիստոսի վրա, որ հաստատվար քեզ պետք չի դու պտուղ բերես, եթե արմատը սուրբ է, պտուղը, ճյուղը պտուղ կտա, փառավորվի Տերը, կանգնենք աղոթքի սիրելիներ։